ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն։ Ամենակարևորն է նա, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից։ Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը արեց դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տարիներ տևած բանակցային գործընթացի վերաբերյալ մի շարք փաստաթղթերի հրապարակման համատեքստում։ Հրապարակված 13 փաստաթղթերի մեծ մասն այս կամ այն կերպ արդեն հասանելի դարձել էին հանրությանը։ Ընդդիմությունը միաբերան պնդում է Մինսկի խմբի 2019-ի առաջարկները մերժելով է Փաշինյանը 2020-ի Արցախյան պատերազմը բերել։ Իր հերթին վարչապետը բազմիցս հայտարարել է. Ղարաբաղի հարցը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոք Հայաստանի շարժը եւ զարգացումը թույլ չտալու համար։ 2019-ի հունիսին թվագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների համաձայն առաջին փուլով Լեռնային Ղարաբաղի տարածքում միջազգային խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեին, որից հետո ըստ հրապարակված փաստաթղթի Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի շրջանները վերադարձվեին Ադրբեջանին։ Քելբաջարն ու Լաչինը պետք է մնային ԵԱՀԿ-ի դիտարկման ներքո։ Ապա շրջափակման ուղղված քայլերն արդեն պետք է սկսեին 5 շրջաններից ուժերը դուրս բերելուն զուգահեռ, իսկ մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծումը Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվելու էին Լեռնային Ղարաբաղում կյանքի լիարժեք կազմակերպման անհրաժեշտ իրավունքները։ 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը, հարգելի գործընկերներ, ես ուղիղ, անուղակի, մի քանի անգամ, հիմա էլ բանա հրապարակվածը 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել։ Այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներս։ Այդ փաստաթուղթը ես տեսել եմ, ոչ թե այն ժամանակ, ես տեսել եմ ներևի արդեն տենց մի 8-9 ամիս սրանից առաջ։ Առաջարկի փաստաթուղթը 19 թվականին։ Այո։ Եվ պետք է ասեմ, որ այն ժամանակ, երբ որ ես Ղարաբաղի ղեկավարությանն ասում եմ կա փաստաթուղթ, ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում։ Կարծում էի, թե տվել եմ փաստաթուղթ, որը ընդունելի չի մեզ համար։ Բայց բանից պարզվում է, որ այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել։ Հրապարակված փաստաթղթի կողքին նշված է ինչպես 2016, այնպես էլ 2019 թվականները։ Նիկոլ Փաշինյանը պնդում է 2019-ի առաջարկներն ինքը ստացել է որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, որպես ստացված ժառանգության վերաբերյալ տեղեկանք։ Այդ 19 թվի փաստաթուղթը ոնց է հայտնվել։ Այդ 19 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել։ Ես խնդիր եմ դրել, ասել եմ համանախագահների առաջ բոլոր, ասել եմ ստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի բանը ամփոփումը սեղմագիրը, որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը է, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Փաշինյանի հայտարարությունը կրկնում է նաև ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ 19 թվականի փաստաթուղթը 2016 թվականի դրությամբ կամ եթե այլ կերպ մեկնաբանենք 2018 կարելի է այդպես էլ մեկնաբանել փաստաթղթերի սեղմագիրն է, այն նոր առաջարկ չէ։ Հաջորդը Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը տեսել է այսքան սեղմագիրը 2018 թվականի իրավիճակի եւ գնահատման փուլում է եղել։ Ես հիմա ձեզ ուղիղ հերքում եմ այն պնդումը ընդդիմության կողմից հնչեցվող, թե իբր եղել է 2019 թվականին որևէ ինչ-որ նոր առաջարկ եւ առավել եւս, որ մենք այդ որևէ նոր առաջարկին ասել ենք ոչ։ Փաշինյանը նաև պնդում է, թե 1994 թվականից սկսած բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, մինչդեռ ընդդիմադիրները 2019-ի առաջարկը դրական ընդունելի են որակում, պնդելով, որ դրանց ընդունմամբ հնարավոր էր պահպանել Արցախը։ Պահանջել ենք պլանը եւ պատասխանը։ Եթե ինքը հրապարակման միայն պլանը դա արդեն մեծ նվեր է եւ մենք դրանից շատ հեռու գնացող եզրակացություններ կանենք, բայց մեր ժողովուրդը
ճշմարտության իմ մասին կիմանա մենակ այն դեպքում, եթե երբ որ ինքը հրապարակի մեր պաշտոնական պատասխանը այդ պլանին։ Շատ լավ, իսկ եթե չկա այդ պատասխանը, բանավոր է եղել կամ ընդհանրապես չեն բանակցել, որովհետեւ եթե չկա, հպում չի եղել, դա ավելի սարսափելի բան կնշանակի։ Դա կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բանակցություններից, բացելով պատերազմի դուռը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ կարևոր չէ առաջարկները սեղանին են եղել 2016 թվականին, թե 2019-ին։ Կարևորն այն է, որ սեղանին փաստաթուղթ է դրված եղել, որի մասին իշխանությունները չեն ասել։ Դժվար է դա սեղմագիր անվանելը, մեծ հաշվով ամբողջովին նույնական է նախկինում ներկայացված փաստաթղթերի հետ, եւ եթե նախկինում ներկայացված փաստաթղթերը մենք անվանում ենք առաջարկներ, ապա 2019 թվականի փաստաթուղթը եւս կարելի է առաջարկ անվանել։ Ինչ վերաբերում է Քիվեստի փաստաթղթերին, որոնց չհրապարակվելու վերաբերյալ քննադատություններ են հնչում, Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում պնդեց. կառավարության տրամադրության տակ Քիվեստի փաթեթ չկա, այդ պատճառով էլ չի հրապարակվել։ Տիգրան Գրիգորյանի խոսքով պնդումը անլուրջ է։ Կարծում է իշխանությունները պարզապես չեն ցանկանում այն հրապարակել։ Քիվեստը իմ կարծիքով իշխանությունները շահագրգռված չեն հրապարակել, որովհետև այն ամբողջությամբ հավաքասում է իրենց կողմից ներկայացվող բանակցային դրամաբանությանը այդ տարիներին։ Քաղաքագետի խոսքով 2019-ի առաջարկները չընդունելը չի հանգեցրել պատերազմի, բայց լեգիտիմացրել է այն։ Բայց թե ինչքանով էր իրատեսական, որ Ադրբեջանը կընդուներ կամ կստորագրեր այդ փաստաթուղթը կամ ինչ իրավիճակ կձևավորվեր այդ փաստաթղթի ստորագրումից հետո, ինչքան փխրուն կլիներ այդ իրավիճակը, սրանք իհարկե արդեն թեմայի առնչվող հարցեր են։ Կառավարության կողմից հրապարակված 13 փաստաթղթերի ցանկում էր նաև Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, ուղղված Վլադիմիր Պուտինին։ Դեռևս նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցին անդրադառնալով խոստացել էր հրապարակել այն։ Հետ չներվեց, բանակցային պատմության առանցքային թղթերը դասավորել եմ, հիմա սկան ենք անում ու միջև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր, նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում, որ զարթնես Տեր-Պետրոսյան Լևոնին ու Քոչարյան Ռոբերտին էլ խաբար արա։ Նամակը, որի մասին նշել է Փաշինյանը ապրիլյան քարոզիա պատերազմից մի քանի ամիս անց 2016-ի օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանն ուղղել է Պուտինին։ Նամակում 3-րդ նախագահը 7 կետից բաղկացած դիտարկումներ է ներկայացրել, որոնք վերաբերում են բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, համաժողովրդական քվեարկության կազմակերպմանը, 1988 թվականի դրությամբ Լղիմի բոլոր բնակիչներին հաշվի առնելով, այդ թվում ադրբեջանցիներին։ Բացի այդ, Քելբաջարի եւ Լաչինի շրջանների համար միջանկյալ կարգավիճակի ամրագրմանը, Ադրբեջանին վերադարձվող 5 շրջանների ապառազմականացմանը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքում Բաքվի դեմ պատժամիջոցներին։ Վերջին 7-րդ կետով Սարգսյանն առաջարկել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը Բաքվի կողմից վերոնշյալ պահանջների չկատարման դեպքում։ Ակնհայտ է, որ նույնիսկ այս հարցերում լիակատար հստակություն մտցնելու դեպքում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հասարակական կարծիքի նախապատրաստման համար լուրջ ջանքեր կպահանջվեն։ Առանց ծրագրի իրականացման նման մանրամասների փոխզիջման հեռանկարներն ի սկզբանե դատապարտված են ձախողման։ Տարիներով կխորանա հակամարտության կողմերի միջև փոխադարձ անվստահության զգացումը։ Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ մենք չափազանց շահագրգռված ենք խնդրի շուտապույտ լուծմամբ եւ պատրաստ ենք իրական փոխզիջումների ու պատմական հաշտեցման Ադրբեջանի հետ։ Այս փաստաթղթերի հրապարակումը ըստ Փաշինյանի պետք է ապացուցեր, որ 1994 թվականից ի վեր մեկնարկի պահից բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Նորմալ իրավիճակ է, երբ երկրի ղեկավարը բանակցող կողմը փորձում է միջնորդների հետ շփումներում իր կողմի համար ավելի նպաստավոր պայմանների հասնել, բայց տվյալ պարագայում, ինչպես այս ողջ գործընթացի պարագայում գործում ենք ավելի շուտ ներքաղաքական ինչ-որ քննարկումների, գործընթացների հետ, այսինքն այստեղ նպատակը ոչ թե հանրությանը այս գործընթացի վերաբերյալ իրազեկելն է, այլ սեփական տեսակետը ներկայացնելը։ Քաղաքագետը նաև շեշտում է, այս ամենը պետք է նախընտրական տրամաբանության մեջ դիտարկել։ Հարցը ըստ Գրիգորյանի ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրությունների հիմնական քննարկման թեման է լինելու։